Բանավոր ժանրը ինքը շատ վտանգավոր ժանր է, որովհետև բանավոր ժանր նույնիսկ հրապարակային տեսախցիկների առաջ արած հայտարարությունների վերաբերյալ հետո լինում են տարընթերցումներ։ Հետո պարզվում է, որ մի կողմը այլ բան է ասել, մյուս կողմը այլ բան է հասկացել, եւ հետեւաբար այդ ժանրը ես համարում եմ բացարձակապես անօգուտ։ Բայց եթե Ադրբեջանից հնչող բացահայտումների Բանավոր ժանրին պարոն Փաշինյանը չի արձագանքում, որովհետև դա անօգուտ է, դե բանավոր ժանրը, ժողովուրդ ջան, բանավոր ժանրը ախր գիտեք տարբեր բաներ կարա լինի, բան հիմա հարց։ Սամվել Կարապետյանը մի հատ հարցազրույցի համար նստած է։ Բանավոր ժանրը, բան է խոսացել, որը որ բանավոր է։ Ոչ մի ուրիշ բան չկա, էլի, ոչ մի ուրիշ բան գոյություն չունի։ Միքայել Սրբազանը մի հատ հարցազրույցի համար նստած է KGB-ի բանտում եւ բանտարկել է Փաշինյանը։ Էլի բանավոր ժանրը, բանավոր ժանրի համար մարդկանց բանտարկել ես։ Բա բանավոր ժանրի համար քո հայրենակիցներին, բարերար մարդուն, հայարակելական Սուրբ եկեղեցու արքեպիսկոպոսին, Շիրակի թեմի առաջնորդին, բանտարկել ես։ Բանավոր ժանրի համար, բանավոր բան են ասել։ Բան են խոսացել բանավոր։ Հա։ Բայց Բայրամովին բանավոր այդ ժանրի համար չենք պատասխանում։ Հա դե բանը խոսացվել է, բանավոր ասվել է, հիմա կարա տարաթերցումներ լինի, կարան այլ կերպ մեկնաբանվեն, կարան սենց հասկանան, կարան նենց հասկանան։ Բայց այդ մարդկանց ասածները ոնց եք բանավոր մեկնաբանել ու տարեկագեբեի բանտեր նստածրել։ Կարաք բացատրեք։